Հովհաննես Թումանյան, ախր մարդը, ժամանակով մի աղքատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ մինչև նույն աղքատն էր մնում, հուսահատված մի օր նա վեր կացավ, թե պետք է գնամ, գտնեմ Աստծուն, տեսնեմ, ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ, ճանապարհին մի գայլ պատահեց, առաջ բարի, մարդ աղբեր, ուր ես գնում, հարցրեց գայլը, գնում եմ Աստծու մոտ, պատասխանեց աղքատը, դարդ ունեմ ասելու, դե որ գնաս Աստծու մոտ, խնդրեց գայլը, ասա մի սոված գայլ կար, գիշերը ցերեկ ման է գալիս, սար ու ձոր ուտելու բան չի գտնում, ասա մինչև երբ պետք է սոված մնամ, որ ստեղծել ես, ինչու չես կերակուր հասցնում, լավ ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը, շատ գնաց թե քիչ պատահեց մի սիրուն աղջկա, ուր ես գնում, աղբեր, հարցրեց աղջիկը, գնում եմ Աստծու մոտ, երբ որ Աստծուն տեսնես, աղաչեց սիրուն աղջիկը, ասա այսպիսի մի աղջիկ կա, ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրեն, ինչ պիտի լինի նրա, կասեմ խոստացավ ճամփորդն ու գնաց պատահեց մի ծառի, որը թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր, ուր ես գնում, այ ճամփորդ, հարցրեց չոր ծառը, գնում եմ Աստծու մոտ, դե կանգնիր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, խնդրեց չոր ծառը, Աստծուն կասես, այս ինչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ ձմեռ չոր եմ մնում, երբ պետք է ես էլ կանաչեմ, այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը, այնքան գնաց, մինչև գտավ Աստծուն, մի բարձր ժայռի տակ մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր Աստվածը, բարի օր ասաց աղքատն ու կանգնեց Աստծու առաջին, բարով եկա, պատասխանեց Աստվածը, ինչ ես ուզում, էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավոր չանես, մյուսին խավար, ես այնքան տանջվում աշխատում եմ, չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, կուշտ փորով հարուստ ու հանգիստ ապրում են, դե գնա, հիմա կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի, ասաց Աստվածը, էլի բան ունեմ ասելու, Տեր, ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը, Աստվածը բոլորի պատասխանը տվեց և աղքատը շնորհակալություն հայտնեց ու հեռացավ, վերադարձին պատահեց չոր ծառին, ինձ համար ինչ ասաց Աստվածը, հարցրեց չոր ծառը, ասաց քո տակին ոսկի կա, մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչի, պատմեց մարդը, էլ ուր ես գնում, արի ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ, չէ, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, պատասխանեց աղքատը,
Աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց։ Ինչ լուր ես բերել ինձ համար, Աստվածը ասաց, դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այդ ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես, թե որ այդպես է, արի դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, թախանձեց աղջիկը ճամփորդին, չէ, ես քեզ ընկերակցել ու ժամանակ չունեմ, Չէ, ես ընկերակցելու ժամանակ չունեմ, Աստվածը ինձ բախտ տվել է, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, ասաց աղքատն ու հեռացավ։ Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց ճամփորդին վազեց, առաջը կրտեց, Աստվածն ինչ ասաց, ախպեր, Աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջկա ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ, թե ինչու է գարուն ամառ չոր, Աստծուն պատմեցի, ասաց, աղջկան ասա իրեն համար մի կյանքի ընկեր գտնի, կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատները հողին հասնեն, որ կանաչես, եկա իրենց պատմեցի Աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի հանիր ոսկին տար, աղջիկն էլ, թե ես հենց քեզ եմ ընտրում, ինձ ընկեր, ասացի, չէ ախպեր, չեմ կարող, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, իսկ ինձ համար ինչ է, ասաց Աստվածը, հարցրեց սոված գայլը, քեզ համար էլ, ասաց, սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես կկշտանես, էլ քեզանից անխելք մարդ որտեղից գտնեմ, որ ուտեմ, ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։